տևական ժամանակ ազգային ժողովի ամբիոնից պատկան մարմիններին զգուշացրել ենք սպասվող ճգնաժամի մասին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, այլ ատյաններին, երբ որ հարց էինք ուղղում, որ այդ խողովակները մաշված են, լրջագույն խնդիրներ կա եւ այլ ժամանակը չի երիքի նշեմ, ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա, Վիոլա ջուրի իր աշխատանքները պատշաճ կատարում է եւ արի ու տես Վիոլա ջուրը հայտարարում է, որ այդ ժամանակացույցի մասին մեծ վրդովմունք առաջացնում եւ տարածքային կառավարման նախարարը ժամեր հետո ասում է դե զանգեցին, կարգավորեցին կառավարության միջամտությամբ հրաշք կառավարության միջամտությամբ այլևս այդ ժամանակացույցը չի փոխվի եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա հարց. այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը նա կառավարության զանգով դες կարգավորվում։ Արդյոք սա մանիպուլյացիա չի եւ հերթական խապկանքը չի, էլի, այսինքն ո՞նց է կարգավորվում, էլի այդ հարցին խնդրում եմ պատասխանեք։ Այդ կարան զանգեն եւ այդ խողովակաշարերը արդեն խնդիր չունենան, կորուս չլինի, բանանի։ Այդ բան գաղտնիք ուզում եմ մի հատ ասեք էլի ոնց է։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Դանիելյան։ Չէ, մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր։ Երկրորդ գործոնը, որը կարևոր դեր է խաղալու, հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են, որոնցից մոտավորապես 200 լիտր վարկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով։ Գիտեք, եթե մենք նման նպատակ ունենայինք մոլորության մեջ գցելու մարդկանց, մենք չէինք ասի, որ այո թաղամասեր լինելու են, որ 17 ժամյա գրաֆիկ են ունենալու։ Չէինք ասի, որ այո կլինեն բարելաված ժամանակացույցով թաղամասեր, բայց այդ բարելավումը կլինի օրինակ 3 ժամվա, 4 ժամվա բարելավում։ Մենք կասեինք ժողովուրդ ջան, մենք ձեզ 24 ժամյա ջուր ենք մատակարելու։ Եվ կներեք, ով է եղել այն մարդը, որը ասել է, որ Հայաստանում ենթակառուցվածքները իդեալական վիճակում են։ Բոլորս գիտենք, չէ՞, որ սովետական ժամանակներից մնացած ենթակառուցվածքներ են։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ուրեմն այդ տեսանյութը ներկա, հուսով եմ առիթը կընձեռնվի ձեզ ցույց տալու, թե ինչ պատասխաններ են տալիս, այդ իմ պատասխանը չէ, չգիտեմ, հասցեատերը ես չեմ, հասցեատերը կառավարության անդամներն են։ Ինչ վերաբերվում է, ես շատ պարզ եմ հարց տալիս, այսինքն, եթե խնդիր կա, այդ խնդիրը պետք է ներկայացվի, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե այդպես զանգի ընթացքում այդ խնդիրը կարգավորել։ Հետո ես որ հարց էի տալիս, ուղում էի այդ հարցերը հանրային ծառայությունների կարգավորող հանձնան, ասում եմ Վիոլա ջուրը ինչ անի։ Ինքը ընթացիկ նորոգումներ անում, կապիտալ նորոգում չի անում, ընթացիկ, չգիտեմ, միտեղ խողովակը պայթել է, գնում են, զոդում են եւ այդ ընթացիկ նորոգ կապիտալ բանի հնարավորություն չունի։ Հիմա ուզում եմ հասկանամ, եթե Վիոլա ջուրը կապիտալ ներդրումներ չի անելու, բեռը ամբողջությամբ ընկնելու է կառավարության վրա, պետության վրա, հիմա հասկանանք էլի այդ ներդրումները առանց անելու հնարավոր այդ խնդիրները լուծեն, թե էլի ասել են Վիոլա ջուր ընթացիկ նորոգումներ անելու եւ կապիտալ նորոգումների հնարավորություն չունի, կապիտալ աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, ախր քիչ առաջ ասացի ներդրումների մասին։ Վեոլայի հետ պայմանագիրը, եկեք հստակ, Վեոլայի հետ պայմանագիրը գրվել է 2015-ից 2017 թվականներին։ Ես չէ, որ ձեզ պիտի հիշեցնեմ, ով է եղել իշխանության այդ տարիներին։ 2017-ին մենք ժառանգություն ենք ստացել այդ պայմանագիրը եւ Վեոլային։ Այո, այդ պայմանագրով ենթակառուցվածքներում ներդրումները պիտի անի պետությունը։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե պայմանագրում նախկին իշխանությունը գրել էր 1.5 միլիարդ դրամ տարեկան, 2 միլիարդ դրամ տարեկան, այս կառավարությունը որոշում է կայացրել տարեկան ծավալը հասցնել 11 միլիարդի։ Հիմա ես ձեզ ասում եմ, 11 միլիարդ արել ենք, անում ենք 25-ից 26 թվականներին, 12 ամսյա հատված նայեք, եւ անելու ենք նույնքան 26-ից 27 թվականներին, էլի 12 ամսյա հատված նայեք։ Եվ դա շարունակելու ենք։ Այո, որովհետև պետությունն է կրում ենթակառուցվածքների արդիականացման պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։